Ինչքան ժամանակ է չեմ խոսացել, կուզենամ այսօրվա այս տեղատարապ ինչ որ կկատարվի երկու բառով մեկնաբանեմ։ Սամվել Կարապետյանի գործը վերցնում է այլ, այսպես ասած, оборот, հա, то есть ամբողջ նիկոլական թիմն այսօր ընկել է, չգիտեմ, տվայտանքների մեջ, թե ինչ են սրա հետ։ Որտեղ սպասում էին, որ Պուտինը պետք է պաշտպանի Սամվել Կարապետյանին, Սամվել Կարապետյանի թիմին, Պուտինը պետք է լինի նրանց հետ, Պուտինը պետք է աջակցի նրանց, բայց փաստորեն այսօր Սամվել Կարապետյանի թիմը Նավարեկ Կարապետյանի գլխավորությամբ այնպեսի խաղ, այնպեսի գործունեություն ծավալեց, որ արևմուտքն այսօր դառնում Նիկոլին դեմ, որովհետև արևմուտքը հասկացա, որ այս մարդը ելել է եկեղեցու դեմ կպայքարեց, մարդը իր ժողովրդի հանդեպ արդեն սկսել է դիկտատոր դառնալ։ Եվ հիմա Նիկոլին մնացել է մի ճանապարհ եւ սրանք չգիտեն ինչ անեն։ Նիկոլին մնացել է մենակ Պուտինի գիրկը թռնել ժողովուրդ։ Եվ դրանով ապացուցել, որ ինքն է Պուտինի մարդը։ Ոչ ոք Հայաստանում այդքան շատ Պուտինի շահերը չի ներկայացնում, ինչքան որ Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը ուղղակի ամբողջ աշխարհին վերջապես չկարողացավ ապացուցել, որ ինքը լուրջ երկրի ղեկավար է եւ իրար հետ կարելի է գործ ունենալ։ Այսօր ամբողջ աշխարհը դարձել է Նիկոլ Փաշինյանին արդեն մեջքով եւ նա չգիտի ինչ անի։ Զարգացած արևմուտքն այսօր էլ է Նիկոլ Փաշինյանի դեմ։ Ամեն օր Նարեկ Կարապետյանը դա ապացուցում է եւ վերում է առաջ։ Եվ սրանք ոչ մի բան չեն կարողանա, հասկանում եք թե չէ, 26-27 տարեկան երիտասարդ տղեն բես քայլեր երավ, որ ժողովուրդն հասկացան, որ այ մարդ, բայց Սամվել Կարապետյանը շուրջ է Պուտինի մարդը չէ։ Այնտեղ վերեն քերական, այդ ճոր ստուգումներ են բացել, то есть Պուտինը այնտեղ նեղված է, Սամվելն ելել է Նիկոլի դեմ, то есть ժողովրդի մեջ արդեն մտել որ չէ, Սամվել Կարապետյանը չէր Պուտինի մարդը։ Իսկ Նիկոլ Փաշինյանն ամեն օր հասկանա որ մի խաղի մեջ է մտել, որն որ գցել է ոտքին։ Հեցի հարցով ժողովուրդ երկու բարձեմ հետո բիդոն կտեղադրեմ։ Տեսեք, մեզի կփորձեն հեծը կերծնել, որ վատն եղե, մյուսն եղե։ Ես երկու կարևորագույն հարց տամ ձեզ։ Հեծը նախկինի նման պարտ կունի կուտակած պետությանը։ Ոչ չունի։ Հեծը նախկինի նման պարտքեր ունի կուտակած չունի։ Հետն էլ զարգացել է։ Ժողովուրդը հավելագրումներ ունեցել են թե չէ։ Եթե ունեցել են, ապա նույնը Նիկոլ Փաշինյանն է մեղավոր, որովհետև այդ դեպքում պետք է ստուգումներ իրականացնեին եւ այո քրեական գործեր բացվեին, բայց դա չի եղել։ Ուստի հեծի հարցով էլ է Նիկոլ Փաշինյանն այնքան թույլ է, որ վաղ այնքան էլ քյալ են, չեն է ֆայմը մի հատ միջազգային աուդիտ կանչեին։ Այդքան թույլ է ձեր Նիկոլ Փաշինյանը։ Պաշտպանեք Նիկոլ Փաշինյանը։